Ակոս թերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Քոբթաշն անդրադարձել է իր և գրող Ումիդ Քվանչի դեմ սկսված հետաքննությանը, Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության դեմ հնչեցրած, այսպես ասած, հակապետական հայտարարությունների համար։ Հետաքննության առիթ դարձած հաղորդման պատճառով, եթե անգամ Արդարադատության նախարարությունը թույլ չտա դատական վարույց սկսել, խնդիրը չի վերանա, պետք է վերանա 301 հոդվածը, կարծում է Քոբթաշը։ Ապրիլի 10-ին պաշտոնապես բացվել է Հայաստանում Շրի Լանկայի պատվո հյուպատոսությունը։ Հյուպատոսի պաշտոնը կստանձնի Սարգիս Թարվերդյանը։ Հայաստանի և Շրի Լանկայի միջև դիվանագիտական հարաբերությունները ունեն 20 տարվա պատմություն։ Ապրիլի 9-ին ոստիկանության տարբեր բաժիններ տարված ակտիվիստների գործերով կազմվել են արձանագրություններ, որոնց համաձայն նրանց դեմ պետք է կիրառվի վարչական տուժ 50,000 դրամի չափով, ասել է ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբան Անի Թորոսյանը։ Ակտիվիստների մեծ մասը հրաժարվում է ստորագրել արձանագրությունները, նշելով, որ իրենց ապօրինի են 2-3 ժամ ազատությունից զրկել ու արձանագրություններն անհիմն են։ Բարև դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ևս հայտարարել է, որ տուգանքը չի վճարելու։ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, սակայն ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքումը արագ փոփոխություններ չի բերի Հայաստանի տնտեսությունում։ Այսպիսին է աշխատանքային խմբի եզրակացությունը, որն ուսումնասիրում է Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա։ Խմբի ղեկավարը ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանն է։ Բանակցությունների հերթական փուլը կկայանա ապրիլի 16-ից 17-ը։ Երևանը հույս ունի դրանք ավարտել մինչև տարեվերջ։ Սերժ Սարգսյանը հրաշալի մարդ է։ Ես իր հետ անձամբ ծանոթ եմ, շատ բարի, շատ լավ, ինձ էլ լավություն է արել։